Եթերում լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Թրամփի ուղի նախագծի փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ Հայաստանը Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի իրավական շրջանակի ու կարգավորումների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների գործընկերների հետ։ Trip Company-ն հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, օպտիկամանրաթելային մալուխների, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք, հայտնել են գերատեսչությունից։ Իդեպ երեք լուրեր էին տարածվել, թե Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը փետրվարին կայցելի Հայաստան։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հերքել Vance-ի հնարավոր այցի լուրը, նշելով միայն, որ Հայաստան նախատեսվող բարձրաստիճան այցերի մասին պատշաճ կերպով ժամանակին կտեղեկացնեն։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամփոփել է տարվա արդյունքները առանձնահատուկ անդրադարձ կատարելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագրին։ Հրապարակված տեսաուղերձում Ռուբիոն նշել է, որ Հայաստան-Ադրբեջան պատերազմը, որը կարող էր վերսկսվել և դառնալ սարսափելի աղետ, կանխվեց։ Պետքարտուղարը վստահեցրել է, որ անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների նախագահի առանցքային խոստումները կյանքի են կոչվում։ Նաև ընդգծվել է՝ լավագույնը դեռ առջևում է։ Կառավարությունը Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում է կայացրել, ըստ որի 6 ամսով կարգելվի որոշ գյուղապրանքների, այդ թվում ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նշված ապրանքների մասով հայրենական արտադրությունը չի բավարարում ներքին շուկայի պահանջարկը, ինչն ապահովում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերությունը շողակաթը կլուծարվի։ Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին էր ընդունել տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել հասցնելով 2-ի։ Հիշեցնենք, հեռուստաընկերությունը ստեղծվել է կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ, որով ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել էին հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին։ Ոստիկանությունն ամփոփել է անցած օրվա օպերատիվ իրավիճակը հանրապետությունում։ Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, մասնավորապես 33 դեպք տրանսպորտային միջոց վարելու իրավախախտման, 10-ական դեպք ֆիզիկական ներգործության, թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք խարդախության, 8 սառը զենքի հայտնաբերման և այլն։ Ըստ ճանապարհատրանսպորտային վիճակագրության անցած 24 ժամում գրանցվել է 13 ավտովթար, 15 մարդ վնասվածք է ստացել։ Լուրերի մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, կհանդիպենք։